Բարի երեկո հարգելի ընկերներ, բարի երեկո սիրելի YouTube ալիքի հետևորդներ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ ինձ հետ ամեն ինչ նորմալ է, ընդհանրապես փակել են Facebook ալիքը, ինչի համար ես շատ ուրախ եմ եւ չեմ պատրաստվում բացել հերթական Facebook ալիքը, որովհետեւ Facebook հավելվածը ամենևին այլևս ակտուալ չէ. Այսօր տարածաշրջանում շատ ակտուալ է դարձել YouTube ալիքը, շատ ակտուալ է դարձել Telegram ալիքները։ TikTok հարթակում կլինեն կարճ վիդեոներ, սակայն չեմ խոստանում լայվեր կամ ինչ-որ մի բաներ, որովհետև TikTok հարթակը ինձ համար ուրիշ լեվելի հարթակ է եւ ես չեմ ցանկանում հայտնվել այնտեղ, որտեղ տերորիստներ են, որտեղ հայհոյանքներ են եւ այլն, եւ ինձ համար ամենացիվիլ տարբերակը YouTube-ն է։ Իրականում ուզում եմ ասել, որ ես բոլորիդ գրկում եմ, չնայած մեր տանջանքների, ձեր օգնությունների, այնուամենայնիվ փակեցի Facebook ալիքը, չգիտեմ կբացվի թե ոչ, բայց ես ժպտում եմ, ինչու, ես սրտանց ուրախանում եմ, ինչու, փակեցիք, լավ արեցիք, շնորհակալ եմ, բայց հո ինձ էլ ֆիզիկապես չոչնչացրեցիք, ավելի վատ։ Հետայսու ես այնինչ գրել եմ իմ Facebook ալիքում, այդ ամբողջը կտեղափոխեմ YouTube հարթակ, եւ կլինեն վիդեո հոլովակների տեսքով։ Դուք ինձ ընդամենը լավություն արեցիք գնալ ավելի ցիվիլ աշխարհ, որտեղ գոյություն չունի ընդհանրապես ձեր հայոյանքները, ձեր սպառնալիքները եւ այլն։ Հավատացնում եմ ձեզ, դուք ինձ շատ մեծ լավություն արեցիք եւ այլևս չեմ պատրաստվում ուրեմն եթե չբացի Facebook-ը, այլևս հրաժարվելու եմ Facebook հարթակից, որովհետեւ Facebook հարթակը դարձել է այն հարթակը, որտեղ չեն վերանայում այն հայհոյանքները, այն սպառնալիքները, որոնք գալիս են մեր անձերի հանդեպ, բայց երբ մենք ճշմարտության մասին մի բան ենք գրում, առավոտից երեկո իրանք փորձում են ամեն ինչ անել, որպեսզի մեր ալիքները փակվեն։ Եվ սա Facebook-ի ամենամեծ սխալն է, եւ ես կոչ եմ անում իմ բոլոր ընկերներին առհասարակ հրաժարվել Facebook հավելվածից։ Ես ելք կգտնեմ ձեր բողոքներն ու նամակները ստանալու, ես մեյլ կտեղադրեմ հետայսու YouTube ալիքում, որտեղ դուք կարող եք հանգիստ գրել ձեր դիմումները, որոնք կվերանայվեն, որոնք կբարձրաձայնվեն արդեն խոսքով, հարգելի հետևորդներ, եւ ձեր Նատալին միշտ է ձեր կողքին, ինձ չեն լրացնելու ինչ-որ ալիք փակելով, հա։ Ալիքը կպակեն, նորը կբացվի։ Telegram ալիքում ավելի հայհոյախառը իրանց ուրեմն պորնոգրաֆիկ վիդեոներով հոլովակներ կտեղադրվի։ Եվ ես դա խոստանում եմ։ Ու այնպես չի, որ կարող են այդպես մարդ լրացնել, չէ, Նատալին չլինի, դիքը բլոգերներ կան Հայաստանում, որ այդ ամեն ինչը բարձրաձայնում են, թե Նատալիի դիպուկ խոսքն է, սենց փաթաթվել ձեր կոկորտին չեք կարողանում հանգստանալ։ Անդրադառնամ Ղարաբաղյան կլանում Գրիշի տղա Կարենչիկին։ Արա Կարենչիկ, լսել եմ այսօր 45-ամյակը տա, հա։ Չշնոր հա, որ 45-ամյակը, այ թուլա։ Քեզ այդքան փող որտեղից, որ դու օջախ ռեստորանային համալիրում 500 հոգանոց այսօր ծնունդ ես անում։ Հա, մոռացա։ Երևի Խնամի Վանեսյանն է քեզ ֆինանսավորում։ Հարգելի հարգարժան ղարաբաղցիներ, առավոտից երեկոն ինձ եք քլնգում, ասում եք Նատալին ասում է չգնաք ձեր տներում, չապրեք, ձեր ոտքը չընկնի Ղարաբաղ։ Ինչ ասես անիծում եք երկրի ղեկավարությանը։ Ինձ անիծում եք։ Ինչի՞ չեք անիծում Կարենա նմաններին։ Ինչի՞ չեք անիծում ուրեմն Շահրամանյանը նմաններին, ովքեր ձեզ կոպեկներով վաճառել են, սարքել են քավության նոխաս, ու այսօր Ղարաբաղյան էլիտան նշում է Կարենչիկ հետ այսու Սարգսյանի ծննդյան օրը օջախ ռեստորանային համալիրում, հա, օջախ ռեստորանային համալիր, տենց ծանր չտանես գովաստ չեմ անում քեզ։ Առհասարակ եթե ես լինեի այդ ռեստորանի սեփականատերը, ընդհանրապես այդ պատվերը չէի էլ վերցնի, որովհետև այդ տեսակ մարդկանց դաժե չի կարելի հալալ հաց տալ։ Ասեմ ավելին։ Շարունակեմ միտքս, Կարենչիկը ուրեմն ինքն իր համար
մի հատ բան է ստեղծել, որ ինքը լավ տղա է, ինքը գեներալ է, բայց Կարենչիկ սխալվում ես այդ քո մեծ կարծիքով քո մասին, որովհետև իմ ադրբեջանցի հետևորդ ընկերները ինձ պատմել են, թե դու Շահրամանյանի հետ կոնկրետ ինչ դավաճանություններ ես արել ու դու այդ ամեն ինչի համար պատասխան ես տալու։ Ու առհասարակ դիմում եմ Հայաստանի Հանրապետության դատախազությանը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, զբաղվեք սույն սրիկայով, ես հաղորդումները կպատրաստեմ եւ գրավոր փաստացի կուղարկեմ եւ ազգային անվտանգություն եւ ՆԳՆ։ Ես շնորհակալ եմ թե ՆԳՆ-ին եւ թե ազգային անվտանգությանը արագ արձագանքելու համար իմ բոլոր նամակներին եւ ընդհանրապես հարգելի քաղաքացիներ, ձեր ոչ մի նամակը, ձեր ոչ մի բարձրաձայնած խնդիրը անպատասխան չի մնալու։ Հետ այսու վիդեո տարբերակներով ես դրանք կդնեմ։ Եվ ինձ հետ կապի դուրս գալու համար ես ունեմ Instagram ալիք Նատալի Ալեքսանյան, կարող եք միանալ իմ Instagram ալիքին, ես ինքս կփորձեմ պատասխանել բոլոր ձեր նամակներին, մինչ այդ կմտածենք, թե ինչ միջոցով կարող եք ինձ հետ կապի դուրս գալ, որովհետև քաղաքացու խնդիրը չի կարող մնալ առանց բարձրաձայնելու, քաղաքացու խնդիրը չի կարող լուծում չստանալ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատ է ուրեմն իր բոլոր որոշումներում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին անկախ է օրենքի դաշտում գործելու, չեմ ասում գնացեք անօրինություն արեք, եկեք ես դες կպաշտպանեմ, ոչ։ Ցանկացած բան, որը տեսնում եք, որ օրենքի դաշտում չի արվում, ես պատրաստ եմ, ես ձեր կողքին եմ։ Եվ ես ընդհանրապես մի խնդրանք ունեմ այս էներգիայի, այս ջանքերը, որ ես ուրեմն ներդնում եմ այս ամենի մեջ, ես ձեզ ընդհանրապես մի խնդրանք ունեմ։ 26 թվականի ընտրություններին մեզ պատվազից չեք անում։ Բոլորս մեկ մարդու նման գնում ենք ընտրելու Նիկոլ Փաշինյանին, որովհետև միայն Նիկոլ Փաշինյանը կարող է հանել Հայաստանը ճահճից, փրկել Հայաստանը եւ կրկնում եմ, այն ինչ արվում է այսօր իմ կողմից, արվում է մի նպատակով, որպեսզի ներկայիս կառավարությունը շարունակի ղեկավարել, որպեսզի կրկին իմ երկիրը չստրկացնեն եւ մեզ չսարքեն օտարի գերի։ Ես այսօր ամենայն ուշադրությամբ լսեցի պարոն վարչապետի ուրեմն լրագրողների հետ հարց ու պատասխանը, ես շոկի մեջ եմ նրա ամեն մի պատասխանից։ Պարոն վարչապետ, այն մարդիկ, ովքեր աջակցում են ինձ, նրանք ձեր կողքին են եւ հավատալով ձեզ են ինձ աջակցում, դա ձեր շնորհիվ է եւ ես ցանկանում եմ որպես ՀՀ քաղաքացի իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ իմ երկրի հանդեպ այդքան սիրո համար եւ ես վստահ եմ, որ դուք Հայաստանս կծաղկեցնեք, ես ինչով կարող եմ կօգնեմ, ցավում եմ, որ չկարողացա գալ եւ այսօր ներկա գտնվել Կտրիչ Ներսիսյանի Բերանքսիվայր դուրս վռնդմանը, բայց ես վստահ եմ, որ Կտրիչ Ներսիսյանը շնորհք կունենա եւ ինքնական կլքի մայր աթոռը, երբ որ մաքրվի եկեղեցին, մեր հաջորդ քայլը կլինի լյուստրացիայի ենթարկել դատաիրավական համակարգը, որից հետո մեր երկրում ամեն ինչ շատ լավ կլինի։ Ձեր Նատալին ձեզ սիրում է, համբերատար սպասում ենք։ Եթե Facebook-ս բացվի կհանդիպենք Facebook-ում, եթե չբացեն, ընդհանրապես կհրաժարվենք Facebook հավելվածից եւ ես առհասարակ կսկսեմ բոլորին խորհուրդ տալ հրաժարվել Facebook հավելվածից։ Այս ժամի համար այսքանը, գրկում եմ ձեզ, համբուրում եմ ձեզ, լավ երեկո։